Կարևոր է կամավորական աշխատանք անել, որովհետև այդ հմտությունների ձևավորումը նախ հենց լինում է կամավորական աշխատանքի process-ում, կամայական ոլորտ չես կարող մտնես եւ ասես, որ ահա եկեք ես փորձեմ իմ ուժերը, իսկ այս դեպքում կամավորության դեպքում այդ հնարավորությունները իրականում շատ լայն են։ Ինչպես եւ շատ դեռահասների կյանքում կամավորությունը շրջադարձային դեր է խաղացել։ Այսօր խոսելու ենք կամավորության կարևորության մասին Գեղի տեղեկացված ՀԿ նախագահ Արուսիկ Մկրտչյանի հետ։ Կամավոր լինելու առավելությունները բնականաբար շատ են, ես դրանց մասին անպայման կխոսեմ, սակայն պետք չէ միայն մտածել, թե ինչ առավելություն կունենաս, որովհետև իրականում կամավորությունը դա օգտակար աշխատանք է, որը որ պետք է անես առաջին հերթին, որպեսզի ուրիշներին փորձես ինչ-որ չափով օգուտ տաս, եթե կարող ես, եւ եթե ինչ-որ ազատ ժամանակ ունես, եւ կարող ես այդ ժամանակը օգտագործել ոչ թե գadgetներում եւ ինչ-որ անօգտակար գործ անելուց, այլ օգտագործես, որպեսզի ինչ-որ մարդկանց խմբերին կամ առհասարակ ինչ-որ ծրագրին օգուտ տաս։ Իսկ կխոսես առավելությունների մասին հենց։ Եկեք խոսենք այն առավելությունների մասին, որը որ հենց կամավորն է ստանում։ Ռեզյումեի մեջ, իր ինքնակենսագրականի մեջ ունենալ մի քանի կետ կամավորական աշխատանքի եւ դրանով իսկ ընդունվելուց համասարաններ, թե կլինի այստեղի հայկական հայաստանյան համասարաններ, թե միջազգային, դա մեծ առավելություն եւ պլյուս է, հա, դրական է ազդում ընդունելության process-ի վրա։ Բացի այդ աշխատանքի ընդունվելիս ամբողջ աշխարհում նայում են կամավորական աշխատանքի եւ որոշակի առումով արդեն հմտությունների ձևավորման վրա, որովհետեւ եթե երիտասարդը ունի կամավորական աշխատանք, ուրեմն բնականաբար գործատուն ավելի վստահ է նրա մեջ։ Եվ քանի որ որոշակի տարիքում երբ երիտասարդը այնուամենայնիվ դեռևս այնքան կրթություն չունի կամ այնքան հմտություններ չունի, որ միանգամից ընդունվի ինչ-որ աշխատանքի, այս этаպում շատ կարևոր է կամավորական աշխատանք անել, որովհետև այդ հմտությունների ձևավորումը նախ հենց լինում է կամավորական աշխատանքի process-ում, եւ դա արդեն ձեզ օգնում է, որպեսզի գործատուի մոտ ավելի մեծ վստահություն դուք ունենաք, որպես արդեն փորձ ունեցող մարդ, այսինքն նայում են դրան արդեն որպես աշխատանք եւ որպես փորձառություն։ Բացի դրանից հնարավորություն է ստեղծվում կամավորի համար նոր երկրներ տեսնել, նոր մարդկանց հետ, նոր մշակույթների հետ շփվել, ունենալ ընկերներ, օրինակ ավելի փակ երիտասարդի համար, դեռահասի համար կամավորական աշխատանքը հնարավորություն է իր այդ փակ լինելը, հաղթահարելը, կոմպլեքսներից դուրս գալը, նոր ընկերական շրջապատ ստեղծելը եւ ամենակարևորը գտնել իր արժեհամակարգի տեր մարդկանց, նման մարդկանց, որովհետեւ ծրագրերին եթե ինչ-որ խումբ երիտասարդների մասնակցում են, հիմնականում փորձը ցույց է տալիս, որ նրանք նման են իրար լինում, թե արժեհամակարգի տեսակետից, թե հետաքրքրությունների տեսակետից, շատ առումներով նրանք միշտ այդ խմբում նման են լինում եւ եթե նման էլ չեն լինում, ապա մեկը մյուսից ինչ-որ բան է սովորում եւ այդպիսով ձևավորվում է շատ առողջ եւ հաճելի միջավայր, որտեղ որ դու կարող ես ձերբազատվես անգամ քո կոմպլեքսներից եւ որոշակի հոգեբանական խնդիրներից։ Լեզուների զարգացման տեսակետից նույնպես կամավորությունը շատ կարեւոր է, որովհետեւ բացի նրանից, որ երկրից դուրս կարող ես գնալ եւ այնտեղ այդ լեզուն սովորել, հմտանալ, նաեւ կարող ես տարբեր կամավորական ծրագրեր անես, որոնք որ այլ լեզվով են կամ այլ միջավայրում են, այլ օտար երկրացիների միջավայրում են, թեկուզ Հայաստանում, սակայն դուք շփվում եք օտար երկրացիների հետ եւ այդ ձևով ձեր օրինակ անգլերենի տիրապետումը ավելի վարժ է լինում։ Այլ բենեֆիտներ, հա, առավելություններ կարող եմ նշել այն, որ դուք ազդում եք ձեր համայնքի վրա, դուք ազդում եք անգամ ձեր ընտանիքի անդամների վրա, որովհետև կամավորություն անելով դուք որոշակի առումով ավելի հասուն մոտեցումներ եք արդեն ցուցաբերում եւ նաեւ այդ հասունությունը եւ ավելի գիտակից ապրելը ազդում է նաեւ ձեր ներընտանեկան հարաբերությունների վրա եւ միգուցե ընտանիքի անդամները նույնպես ձեզնից ինչ որ օրինակ վերցնեն, դուք կարողանաք ազդել ընտանիքի անդամների վրա։
Ձեր ընկերական շրջապատում եք դուք դառնում հեղինակություն եւ երիտասարդները, ձեր ընկերները փորձում են ձեզ նմանվել։ Եվ դա լինում է վարակիչ, այսինքն դուք լինելով կամավոր, նաև կամավորական աշխատանքի գովազդ եք անում ձեր միջավայրում, ինչը որ էլ ավելի շատացնում է կամավորների թիվը եւ դրանով ելի մեծ ազդեցություն եք ունենում համայնքի զարգացման վրա։ Եվ ես առհասարակ կարծում եմ, որ աշխարհը դեպի լավը տանելու ճանապարհին մեծ ֆունկցիա, մեծ գործառույթ ունեն անելու հենց կամավորները, որովհետեւ առաջին հերթին նրանք անում են աշխատանք իհարկե որոշակի առավելություններ ունենալու համար, որոշակի ինչ-որ բենեֆիտների համար, բայց այնուամենայնիվ ես վստահ եմ, որ կամավորը ավելի շատ անում է գործ, որպեսզի ինչ-որ մի օգուտ տա այս աշխարհին եւ մարդկությանը, դրանով իսկ ապահովելով մեր, այսպես ասած, ցիվիլիզացիայի զարգացումը նաեւ։ Իդեպ ասեմ, որ հետաքրքիր հետազոտություններ կան, կամավորները սովորաբար 50%-ով ավելի քիչ հակված են ունենալ վատ սովորություններ եւ շատ ավելի առողջ են, քան իրենց ոչ կամավոր ընկերները, որովհետեւ կամավորները սովորաբար ավելի պատասխանատու են նաեւ իրենց առողջության համար դառնում եւ նաեւ ավելի շատ են ակտիվ շարժվում, ինչ որ աշխատանքներ են կատարում եւ բնականաբար կամավորության ընթացքում համեմատ եթե երիտասարդը դեռահասը շփվում է այնպիսի թեմաների հետ, որը իրեն տալիս է ինֆորմացիա իր առողջության մասին, ինքնակրթվում է, այս առումով նույնպես մեծ նշանակություն ունի կամավորական աշխատանքը եւ նաեւ հետաքրքիրն այն է, որ կամավորական աշխատանքը եթե արվում է մեծահասակների կողմից, որովհետեւ իրականում կամավորական աշխատանքը դա ոչ միայն դեռահասներին է, դեռահասների համար է, այլ նաեւ մեծահասակների եւ տարիք չի հարցնում եւ եթե մենք տեսնենք օրինակներ նույն թեկուզ եվրոպական երկրներում կամ ամերիկյան իրականության մեջ կտեսնենք, որ մեծահասակները նույնպես անում են կամավորական աշխատանք եւ ապացուցվել է, որ կամավորությունը երկարացնում է կյանքը, որովհետեւ դու քեզ պիտանի ես զգում բնականաբար եւ մենք գիտենք, որ այն մարդիկ, ովքեր որ ունեն ինչ-որ միսիա անելու, իրենք ավելի երկար են ապրում, որովհետև մոտիվացված են եւ օրգանիզմը կարծես դանդաղեցնում է process-ը այդ ծերացման եւ մահը ավելի ուշ է հասնում եւ սրտանոթային խնդիրներ ավելի պակաս ունեն մեծ տարիքում կամավորություն անող մարդիկ, քան կամավորություն չանող մարդիկ։ Ինչպես սկսել կամավորությամբ զբաղվել եւ որտեղ կարող է դեռահասը կամավորական աշխատանքներ կատարել։ Դեռահասը առաջին հերթին կարող է գտնել նմանատիպ կամավորական աշխատանքներ սոցիալական կայքերում, ցանցերում եւ նաեւ Telegram-ի որոշակի ալիքներում։ Մենք որոշակի հղումներ կդնենք այս վիդեոյի տակ, պարտադիր, որպեսզի նրանք նույնպես տեսնեն, թե ինչ հնարավորություններ կա։ Բնականաբար Things Live ծրագրում կարող են կամավորություն անել։ Կամավորության հայտ նաև հնարավոր է գտնել աշխատանքի տեղավորման նաև կայքերում, որովհետև այնտեղ հատուկ բաժին կա կամավորական աշխատանքների եւ երիտասարդները, դեռահասները կարող են այդտեղ ուշադիր լինեն եւ դիմեն։ Ճիշտ ասած կամավորական աշխատանքներ կարող են գտնեն նաև եթե Google անեն եւ միջազգային շուկա արդեն փորձեն դուրս գան եւ ոչ թե Հայաստանում փորձեն կամավորություն անել, այլ նաև որոշակի ամիսներին, օրինակ արձակուրդի ամիսներին կամավորություն անեն արդեն երկրից դուրս, իհարկե ծնողի ստորագրությամբ եւ բնականաբար թույլտվությամբ եւ իսկ եթե ընտանիքում կամ հենց կամավորը չի ուզում երկրից դուրս կամավորություն անել, ապա ծրագրերը իրականում շատ են։ Իրականում կամավորական աշխատանքները թե լոկալ Հայաստանի տարածքում կամավորական աշխատանքների հայտերը, թե նաև արտասահմանում կամավորական աշխատանքներ կատարելու հայտերը բավականին շատ են եւ շատ լավ է, որ որոշակի իմաստով նաև արդեն հասանելի է լինում, որովհետև Telegram-ի որոշակի ալիքներ կան, որոնք որ անդադար այդ առաջարկները անում են։ Ես կոնկրետ կարող եմ առաջարկել գալ եւ կամավոր լինել որոշ ծրագրերում, որոնք որ իրականացվում է գեղիր տեղեկացված հասարակական կազմակերպության կողմից եւ նաեւ Things Live ծրագրում մենք շատ մեծ կարևոր միսիա ենք իրականացնում եւ այդ միսիային մեզ պետք են
վառ, պայծառ, լուսավոր կամավորներ։ Իհարկե, այստեղ մի քիչ ֆիլտրացիա է գնում եւ բնականաբար յուրաքանչյուրը չի կարող մասնակցել, այլ կարող է մասնակցել ուրույն հատկանիշներ եւ հմտություններ ունեցող դեռահասը, բայց այնուամենայնիվ արժի փորձել, որովհետեւ այս կամավորական ծրագրից հետո ձեր կյանքը հաստատ փոխվելու է։ Որոնք են ակտիվիզմի ձևերը Հայաստանում եւ Հայաստանից դուրս։ Եթե մենք անդրադառնում ենք ոլորտային ակտիվիզմին, այսինքն ինչ ոլորտներում հնարավոր է ակտիվություն ցուցաբերել, ապա դրանք շատ տարբեր են։ Սկսած առողջապահական ոլորտից, հանրային առողջության ոլորտից, բնապահպանության, մշակույթի, սպորտի, երեխաների, օրինակ կանանց իրավունքների հետ կապված եւ բազմաթիվ այլ ոլորտային հնարավորություններ կան տարբեր, որոնց մեջ ներգրավելով դուք նախ եւ առաջ ծանոթանում եք այդ ոլորտի խնդիրներին եւ փորձում եք որոշակի օգտակարություն մտցնեք ձեր կողմից եւ փորձեք փոփոխություն իրականացնեք եւ ես վստահ եմ, որ դեռահասը կամ երիտասարդը, ով ուզում է ինչ-որ կամավորական աշխատանք անի, պետք է հստակ հասկանա իրեն ինչն է հետաքրքրում, այսինքն չգնա ուղղակի, չնայած հնարավոր է ինչ-որ փորձարկումներ անի տարբեր ոլորտներում եւ ակտիվիստ ցուցաբերի մի շարք կազմակերպություններում եւ վերջնական որոշի իրականում որտեղ է իրեն ավելի լավ եւ որտեղ է ինքը իրեն ավելի ճիշտ դրսեւորում, բայց այնուամենայնիվ պետք է ի սկզբանե հասկանալ քոնը օրինակ հանրային իրազեկումն է, թե միջոցառումների կազմակերպումն է, թե օրինակ լուսանկարչությունն է որպես կամավոր, թե ուզում ես օրինակ մանկատան երեխաներին վերցնես մանկատնից եւ տանես ինչ-որ այգի մանտաս եւ հետ բերես, շատ տարբեր է իրականում հնարավոր աշխատանքի ձևերը եւ դեռահասը ունի այդ հնարավորությունը իրականում, օրինակ աշխատանքի շուկայում այդքան լայն չի հնարավորությունները, որովհետեւ դու կամայական ոլորտ չես կարող մտնես եւ ասես, որ ահա եկեք ես փորձեմ իմ ուժերը, իսկ այս դեպքում կամավորության դեպքում այդ հնարավորությունները իրականում շատ լայն են, ընտրել ոլորտը եւ որպես կամավոր փորձել ցուցաբերել ձեզ հենց այդ ոլորտում։ Սոցիալական պատասխանատվություն, սոցիալապես պատասխանատու անձի ձևավորում։ Խոսենք այս երկու երևույթների մասին։ Սոցիալական պատասխանատվությունը որպես սահմանում շատ տարբեր հեղինակներ, շատ տարբեր ձևով են ներկայացնում, սակայն եթե որպես գաղափար վերցնենք, ապա դա կանում է նրանում, որ անձը կամ կազմակերպությունը պետք է ոչ միայն ֆիքսվի իր անձնական կամ իր կորպորատիվ շահույթի կամ հետաքրքրության վրա, այլ նաև ինքը պետք է ցուցաբերի պատասխանատու վարք, թե ինչպես անձը, այնպես էլ կազմակերպությունը, եւ հետեւողական լինի այն փոփոխություններին, որ ինքն է անում եւ փորձի կարգավորել եւ շտկել, օրինակ, եթե դու թափում ես աղ, պետք է դա բնականաբար դա հետևանք չէ կարող է ունենալ, դու պետք է գիտակցաբար մոտենաս դրան եւ եթե հնարավոր է կարողանաս սորտավորել այդ աղբը, կամ եթե դու կազմակերպություն ես, որը որ աղտոտում է ջուրը, պետք է դու փորձես այնպես անել, որպեսզի քո թողած վնասակար հետևանքը ինչ որ ձևով կոմպենսացնես, այսինքն օրինակ փորձես ինչ որ ֆիլտրեր դնել կամ այլ մոտեցումներ ցուցաբերես կամ ինչ որ միտեղ օրինակ բնապահպանությամբ զբաղվես, որպեսզի գոնե այստեղ փչացրել ես, միտեղ գոնե օգուտ տաս, իրականում սոցիալական պատասխանատվությունը դա մոտեցում է եւ դու ոչ թե որպես, այսպես ասած, որպես վատ բառ պետք է օգտագործեմ, պարազիտ ես ապրում, այսինքն անդադար օգտվում ես այդ հնարավորություններից կյանքի տված եւ մոլորակի տված, այլ դրա փոխարեն դու փորձում ես ինչ որ ձևով սիմբիոզի մեջ մտնես եւ մի օգուտ էլ դու տաս հասարակությանը, մոլորակին։ Եւ սոցիալապես պատասխանատու վարքը հենց կանում է դրանում, որպեսզի դու ինքդ հասկանաս քո կյանքում դու ինչ ազդեցություն ես թողնում աշխարհի կամ քո միջավայրի կամ բնության վրա եւ փորձես հնարավորինս կոմպենսացնես եւ մի բան էլ դեռ ավելի լավ անես, որպեսզի քեզնից հետո սերունդները ունենան նույնպես հնարավորություններ ռեսուրսներից օգտվելու, նույնպես ունենան հնարավորություններ ունենալու այն կյանքի որակը, ինչը որ դու ունես, այսինքն այնպես չլինի, որ ինձնից հետո ջրհեղեղ եւ վերջ։ Այս մոտեցումը առհասարակ պետք է կանգնեցվի մի օր
եւ հասկացվի, որ իրականում պատասխանատու վարքը դա ամենակարևորն է, որովհետեւ մենք ունենանք կայուն ապագա։ Իսկ խոսեցինք հանրային իրազեկման մասին, իսկ որն է կամավորի դերը հանրային իրազեկման գործում եւ ընդհանրապես հանրային իրազեկման նշանակությունը մեր հասարակության մեջ։ Հանրային իրազեկումը առաջին քայլն է կանխելու այն բոլոր չարիքները կամ ռիսկերը, որոնք որ հնարավոր է մարդը կամ հասարակությունը բախվի այդ ռիսկի կամ ինչ-որ չարիքի հետ։ Այսինքն, ինչպես նշվում է, տեղեկացված ես, ուրեմն պաշտպանված ես առաջին հերթին, տեղեկացված ես, ուրեմն զինված ես, եւ այդ ինֆորմացիան եւ գիտելիքը մեզ հնարավորություն է տալիս շատ ռիսկերից հեռու մնալ եւ դա սկսած բնապահպանական ռիսկերից, ավարտած առողջապահական առումով, առողջության հետ կապված խնդիրներից։ Եվ դեռահասները կամ երիտասարդները, որոնք որ կամավորությամբ են զբաղվում, իրենք կարող են այստեղ շատ մեծ ֆունկցիա ունենալ, որովհետև իրենք նախ եւ առաջ իրենց միջավայրում արդեն իսկ կարողանում են տարածել այդ ինֆորմացիան եւ լինել հեղինակություն այդ միջավայրի համար, այդ ընկերների համար կամ թեկուզ ընտանիքի անդամների համար եւ իրենք ունենալով ճիշտ գիտելիք փոխանցում են այդ գիտելիքը եւ դրանով իսկ ազդում են հասարակության վրա, որովհետեւ ինչպես գիտեք, դուք ազդելով ձեր ընտանիքի կամ ընկերների վրա, այնուհետեւ այդ ալիքը գնալով մեծանում է, շատանում է եւ իրազեկ մարդիկ ավելի շատ են լինում, որը ազդում է ընդհանուր հասարակության զարգացվածության վրա եւ ընդհանուր հասարակության թե առողջության վրա, թե նույնպես շատ այլ ոլորտների վրա։ Առաջին կամավորական աշխատանքը եղել է, երբ ես եղել եմ 13-14 տարեկան, հայ-ամերիկյան բժշկական կենտրոնի բացումն էր եւ մենք այդ իրազեկման քայլարշավին էինք մասնակցում եւ բավականին հետաքրքիր էր, շատ ողջորված էի, որովհետեւ գիտեի, որ բացի նրանից, որ ես իմ միջավայրում եմ, իմ ընկերների հետ եմ, բայց ամենակարևորը ոչ թե սա ժամանց է իմ համար պարզապես, այլ նաեւ այդ իրազեկման արշավ էր, կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի, այսպես ասած, քայլարշավներ, որին մենք մասնակցում էինք եւ իրազեկում էինք անցորդներին, որ հնարավոր է այսուհետ կանխել անցնելով հետազոտություն եւ այդպես սկսվեց իմ կամավորական աշխատանքը, դրանից հետո եղավ այսպես ասած կամավորական աշխատանք ռադիոյում եւ ես անվճար վարում էի հաղորդում էլի առողջության թեմայով եւ իմ հյուրն էր գինեկոլոգ, որը որ բացահայտում էր բոլոր այն խնդիրները, որը որ հնարավոր է կինը իր կյանքի ընթացքում ունենա եւ մենք փորձում էինք էլի իրազեկման ծրագիր իրականացնեինք եւ դրանից հետո արդեն ես ինքս զբաղվեցի որպես իմ գլխավոր sense ասած միսիա առողջ ապրելակերպի քարոզով եւ սկսեցի պայքարել ծխախոտի, ալկոհոլի եւ թմրամիջոցների դեմ, մեծ արշավներ արեցի, անգամ մինչեւ 4000 հոգանոց փառատոն կազմակերպեցի, որը որ առաջի անգամ էր Հայաստանում այդ մասշտաբի եւ նման թեմային վերաբերվող եւ դրանից հետո հասկացա, որ սա իմ հիմնական գիծը պետք է լինի իմ կամավորական այսպես աշխատանքի դրան միացավ միավձիահի դեմ պայքարը, էլի նույն թվին 2009 թվականից սկսեցի եւ մինչ օրս էլ այդ առումով կամավորական աշխատանքը շարունակվում է իմ հիմնական աշխատանքի հետ զուգահեռ ես միշտ անում եմ նաեւ կամավորություն մանավանդ եթե դու դեռասային տարիքում զգում ես որ դու օգտակար գործ ես անում դա մեծ ազդեցություն է քո վրա թողնում եւ դրանից հետո էլ չես կարողանում մտածել միայն քո շահի եւ քո անձնականի մասին եւ փորձում ես օգտակար լինես նաեւ հասարակությանը Կամավորական աշխատանքը անշուշտ նոր հորիզոններ բացահայտելու, ինքնաճանաչման, ինքնաբացահայտման կարևոր ճանապարհներից է։ Շարունակեք հետևել մեզ սոցցանցերում եւ նաեւ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին։